Եվ Ալխազ Ղազարյանի ելույթից հետո կսկսենք խմբակցությունների ելույթը, դրա համար խնդրում եմ Շնորհակալ եմ պարոն Գրիգորյանին իր ելույթի համար ու ինչ հավես է, որ զգում եմ ոնց եք նեղվել նախկիների հետ ասոցացվելու։ Գիտեք, երբ են մարդիկ նեղվում, երբ որ կոնկրետ ցավոտ տեղին եք դիպչում։ Սա մեկը միշտ փաստ է եւ այո, ձեր ելույթը ինձ խոսելու ավելի մեծ առիթ է տալիս, միջև իմ բուն ելույթին անցնելը, պետք է ասեմ, որ խոսում եք մարզպետը PR-վում էր, այդ նույն կոմբայնը աչքից դեմով անցավ ոնց էր PR-վում, կամ ընտրակաշարքի մասին խոսալ, ասում եք լավ է դպրոց է սարքվում, լավ է այո, որ դպրոց է սարքվում, լավ է ասֆալտ է, լավ է թոշակ է բարձրանում, լավ է առողջությունն է ապահովում, ու դա լավ չէ, նորմալ է, այդ նշանակում է իշխանությունը աշխատում է, որևէ տեղ կարող է մի փոքր խնդիրներ լինի, իսկ մենք դա արձանագրել ենք, բայց այս պահին փաստում ենք մենք եւ դուք, որ իշխանությունը աշխատում է, իսկ թե դուք ոնց եք ձեր ցուցակը կազմել, արդեն ակնհայտ է, թե յուրաքանչյուրդ ինչքան հնարավոր է պաթետիկ ելույթ ունենաք, անկախ ամեն ինչից տակը փաստ կա, չկա, պաթոսը տեղն է, վсё, դուք պատգամավոր եք, էլ հարց չկա, էսա Շնորհակալություն, բացահայտվեց այսօր իմ համար որոշ հարցերի պատասխաններ, իսկ հիմա հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, անցնեմ իմ հիմնական ելույթին Ես ուզում եմ կոնկրետ իմ հայրենակիցների հետ զրույցս ինչը որ առավոտվանից սկսել եմ շարունակեմ, որովհետեւ մեր հայրենակիցները հստակ պատկերացնեն, թե մեր նիստերը ինչու են այսքան երկար ձգվում եւ ինչու չի ավարտվում այս գործընթացը։ Նախ սիրելի հայրենակիցներ, սա մեր աշխատանքն է եւ մենք շատ լուրջ ենք վերաբերվում մեր աշխատանքին եւ այո, մենք պետք է շատ ուշադրությամբ եւ մեծ վերլուծությունների արդյունքում, քննարկումների հարց ու պատասխանի արդյունքում ընտրենք յուրաքանչյուր հանձնաժողովի նախագահի տեխնացուին եւ բնականաբար համաձայն եմ, որ յուրաքանչյուր տեխնացուի պետք է բացել, հարցեր տալ, ելույթներ ունենալ, որովհետեւ մեր հայրենակիցները տեսնեն, թե այս կամ այն տեխնացու ինչ սկզբունքով է ընտրվում։ Եվ մենք այս առումով ընդհանրապես որևէ խնդիր չունենք, պարոն Կարապետյան, երեք որ փորձում էիք ասել, թե գուցե եւ մենք խորշենք, այսպես ասած, այդպիսի քննարկումներից, բնավ նման տպավորություն թող չստեղծվի, սա հաշվետվողականությունը նաեւ մեր հայրենակիցների հանդեպ, որովհետեւ մեր հայրենակիցները որովհետեւ այստեղ հստակ պատկերացնեն, թե որ տեխնացուն ինչի համար չի ընտրվել կամ ինչի համար է ընտրվել, որովհետեւ այստեղից դուրս գալուց եւ նաեւ դուք էլ կստանաք բավականին չափ հաղորդագրություններ, մեկնաբանություններ, SMS-ներ, թե ինչու ընտրվեց այս տեխնացուն կամ ինչու չընտրվեց այս տեխնացուն։ Բնականաբար նաև ձեզ մոտ գուցե ձեր ընտրողները հարցեր բարձրացնեն, թե օրինակ իշխանական տեխնացուներից մարդիկ, որոնք որ հավուր պատշաճին ներկայացվել են, ինչու օրինակ դուք չեք ընտրել որպես հարկն է, մենք օրինակ մեր չընտրելու դեպքում բացատրությունները տվել ենք, թե օրինակ յուրաքանչյուր տեխնացուի դեպքում ինչով ենք առաջնորդվել, որ չենք ընտրել եւ այստեղ բնականաբար քաղաքական ուղղվածությունը ընդհանրապես կապ չունի եւ դա ապացուցում է այն հանգամանքը, որ Արամ Վարդեվանյանին մենք ուժեղ Հայաստանից ենք ընտրել եւ Լիլիթ Գալստյանին ընտրել ենք Հայաստան դաշինքից։ Տեսեք, տրամաբանությունը կայանում է նրանով, որ ինչքան էլ ունենան քաղաքական հակասություններ, օրինակ Հայաստան դաշինքը մեր հետ 5 տարվա աշխատանքային փորձ ունի եւ հստակ գիտի, թե որոնք են մեր կարմիր գծերը եւ ինչի դեպքում մենք օրինակ չենք ընտրել, բայց իրենք իրենց մեջից ընտրեցին այնպիսի տեխնացու ներկայացնեն, որ անկախ են խորը քաղաքական հակադրություններին, որ մենք ունենք Հայաստան դաշինքի հետ, մենք այնուամենայնիվ մեր ձայնը տվեցինք Լիլիթ Գալստյանին, նույնը նաև ձեր տեխնացուին Արամ Վարդեվանյանին էր վերաբերվում։ Այնպես որ այս ելույթից սկզբում էլ Ես ասեմ, ինչպես որ նշեցի, արդեն տեսագրությունով հարցում եմ արել մեր հայրենակիցների շրջանում, օրինակ, թե ինչպես մեր հայրենակիցները կվերաբերվեն Լիանա Մանուկյանի տեխնացությանը։ Կարող եք դուք իմեջում էլ ստուգեք, կտեսնեք, որ ընդհանուր առմամբ այսպիսի մի հարցադրում է գնում, թե բոլորը հստակ ասում են, որ ընտրակաշարքով ընտրվածներին չպետք է ընտրել ցանկացած հանձնաժողովի նախագահ։ Դա կարող եք ստուգել իմեջում, ես ոչ մի մեկնաբանություն չեմ հեռացրել, կարող եք տեսել։ Սա բնականաբար ժողովրդի կարծիքն է։ Սիրելի հայրենակիցներ, ես ամբողջությամբ կիսում եմ ձեր կարծիքը, բայց նաև ձեզ պետք է տեղեկացնեմ, որ Ստոնթի Բանաձևի այդ հանձնաժողովների նախագահությունը պատկանում է ընդդիմությանը, թվով 4 հանձնաժողով։ Իրականում այստեղ մի զավեշտալի փաստ կա, որի մասին եւս մեր հայրենակիցները նշում են, զավեշտը կայանում է նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած խմբակցությունը Հայաստան դաշինքը
դաշինքին է պատկանում մարդու իրավունքների հանձնաժողովը, ասենք նույն նախադասության մեջ մարդու իրավունքներ ու Ռոբերտ Քոչարյան ընդհանրապես չեն տեղավորվում։ Նույն տրամաբանության Եվրոինտեգրում եւ ուժեղ Հայաստան նույն նախադասության մեջ չեն տեղավորվում։ Բայց այստեղ ելույթներից մեկին էլ պետք է անդրադառնամ անպայման, սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, այստեղ ելույթներից մեկի ժամանակ, այսինքն բազմիցս որերորդ անգամ եմ նկատում, որ ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկը անընդհատ ելույթ ունենալուց սկզբից նշում է արժանապատիվ հայրենակիցներ։ Սկզբից մտածում էի, դե նորմալ է Հայաստանի Հանրապետությանը բարդ քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիներ, բայց դա հետո հասկացա, թե միտումը որն է այս մեկնաբանությամբ եւ ես ուզում եմ հարցով դիմել Տիկին Ղահրամանյանին։ Ես ճիշտ հասկացա, Տիկին Ղահրամանյան, երբ որ դուք ընդհանուր ընդդիմության ստացած այդ 600,000 ձայնը տված ընդհանուր ընդդիմությանը կապ չունի Արամ Սարգսյանի կուսակցության են տվել, Հայաստան դաշինքին են տվել, ԲՀԿ-ն բոլորը վերագրելով ձեզ, այդ անձանց անվանում եք արժանապատիվ, իսկ 730,000 Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որ ընտրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության, անարժանապատիվ։ Այստեղ է մեր եւ ձեր տարբերությունը, որ 2018 թվականից իշխանությունը պատկանում է ժողովրդին եւ անկախ քաղաքական հայացքներից Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի մեր համար հպարտ, արժանապատիվ քաղաքացի է։ Եվ այո, Տիկին Ղահրամանյան, սա Հայաստանի Հանրապետության համար մեկ ամբիոնն է, ոչ թե Քոչարյանի TV5-ի տաղավարը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։